Հետաքրքիր է, պարոն Կարապետյան, ինչու աղքատության հաղթահարման այդ մեգա նախագծով դուք օրինակ մի 10 տարի առաջ, մի 20, մի 30 տարի առաջ հանդես չէիք գալիս, չէ՞ որ աղքատությունը, ինչպես ասում ենք, այո, պատուհասել էր Հայաստանին դեռ 30 տարի առաջ եւ նոր միայն տենց մի մեգա նախագիծ է խաղացել եւ քանի որ հեծի հանգամանքի մասին շատ հարցեր եղան եւ հարուստ կուշտ այսպես թեզիսի գեներացման շրջանակներում մի հարց էլ թույլ տվեք տա դուք դոլարային միլիարդատեր եք բայց ձեր ընտանիքի կառավարման տակ գտնվող հեծը դատելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25 թվականի նոյեմբերի նիստի ժամանակ հնչած ուրեմն զեկույցից հավելագրումներ է արել մասնավորապես Հալիձորի մանկապարտեզին 250,000 դրամ, Շամբի դպրոցին 150,000 դրամ եւ այլ հավելագրումներ։ Այս հավելագրումների հետ կապված ձեր կարծիքը եւ արդյոք սա չի հակասում կուշտենք, հարուստենք կերպարին, որը փորձում եք կերտել։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարցեր եք տալիս։ Առաջի հարցը աղքատության հաղթահարումը։ Տեսեք, աղքատության հաղթահարման առաջնահերթությունը պետական կառավարմանն է, պետությանն է։ Սամվել Կարապետյանը Հայաստանի անկախության առաջի տարիներից, եթե դուք ճշտեք մեր տարածաշրջանի Լորվա բնակիչներից, հարյուրավոր մեքենաներով, ես հիշում եմ, որ առաջնային ապահովության միջոցներ էր։ Ես հիշում եմ մեքենաներով Հայաստան էր բերվում սնունդ, Հայաստան էր բերվում պրովիանտ տարբեր, անկախության առաջի տարիներին։ Եվ հիշում եմ, թե ինչ դժվար էր այդ հարյուրավոր մեքենաները անցկացնել Վրաստանով այն ժամանակ, երբ Վրաստանում էր աղքատություն եւ կարիք մեծ, ու հիշում եմ մեծ պատմություններ, թե ինչպես էր Սամվել Կարապետյանը այդ հարյուրավոր մեքենաների ալյուրը, պրովիանտը անցկացնում Հյուսիսային Կովկասով, Վրաստանով դեպի Հայաստան եւ բաժանում մարդկանց։ Ես մեծացել եմ այն համայնքում ու մեր համայնքի բնակիչները դա հիշում են։ Խնդրում եմ դուք էլ ճշտեք, դուք էլ կիմանաք այդ մասին։ Աղքատության հաղթահարման մյուս ծրագիրը դա մեր արդյունաբերականացման տնտեսական ծրագիրն է։ Վերջի 5-6 տարվա ընթացքում մենք 7 հատ գործան ենք բացել։ Ստեղծել ենք աշխատատեղեր։ Նոր մեզ կարծիք են հայտնում, որ ինչու ենք արտաշատում ստեղծել, երազում կամ ուրիշ տեղեր ինչու ենք ստեղծել։ Տնտեսությունը պետք է աշխատատեղեր ստեղծելով աղքատությունը հաղթահարի, պետական կառավարիչը պետք է տնտեսության ծրագիր անի, որ ավելի ակտիվ լինի։ Եթե ազնիվ լինենք, ստեղծած արդյունաբերական հիմնարկներից նշանակալի մասին պետությունը բավականին ադմինիստրատիվ խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի կայանա դա։ Մենք բարդություններ կռվում ենք շուկայի հետ, արտադրողը Հայաստանում, եւ կռվում է պետական սահմանափակումների հետ։ Պետք է հիշենք, որ տնտեսական միավոր ենք մենք միշտ եղել, տնտեսական գործիչ է Սամվել Կարապետյանը միշտ եղել, եւ վերջի 1 տարվա ընթացքում է նա համաձայնվել ստանձնել քաղաքական պատասխանատվություն վերցնողի դեր։ Սա արդեն երկրի մասշտաբով երկու մեծ փոփոխություններ բերելու դեր է, որը տնտեսականից մի քիչ տարբերվում է, ինչպես դուք գիտեք։ Մյուս հարցը հավելագրումների հետ կապված։ Տեսեք, կա համակարգ, smart հաշվիչների համակարգ։ Ինչ է smart հաշվիչների համակարգը իր մեջ ներառում։ Մասնագիտորեն ներկայացնեմ, որպեսզի չհնչի քաղաքական իշխանական ուժի եւ հիմնական նրա օպոնենտի խոսակցության տպավորություն չստեղծվի։ Կան smart հաշվիչներ, որոնք ամեն վայրկյանով տվյալ են տալի կենտրոնին, թե ինչքան է սպառումը։ 70% հաշվիչների փոխվել է եւ այդ հաշվիչների արտադրությունը Հայաստանը են դրվել մեր կողմից, բայց 30%-ը դեռ չի փոխվել, բայց պետք է փոխվի, որպեսզի ապահովի։ Հավելագրումների անկումը, որպեսզի դուք հասկանաք, կորուստը մեր կառավարման ժամանակ հեծում մոտապես 40 միլիոն դոլար, 40 միլիոն դոլար տարեկան մենք հետ ենք տվել սակագնին։ Կորուստ ենք իջացրել։ Սա չէ ձեր ասած հագեցած լինելու հիմնական գրավականը։ Մենք 40 միլիոն դոլար ամեն տարի, պատկերացնում եք 10 տարվա ընթացքում 400 միլիոն դոլար հետ ենք վերադարձրել սակագնից, կնեք 10 տարի չէ, մի քանի տարում եկանք դրան։
մոտապես 200 միլիոն դոլար իմ գնահատմամբ հետ ենք վերադարձրել սակագնին։ Կա Հայաստանում մի գործիչ, իրենք իրենց պարգևավճարները մի ամիս չստանան, բան կար, նախարար կար, որ աղքատ թոշակառուների նախարար էր նշանակվել, 3 ամիս հետո պարգևավճարը գնաց ստացավ։ Սամվել Կարապետյանը 10 տարվա ընթացքում մոտ 200 միլիոն դոլար, ես շատ բանով եմ ասում, համեստ հաշվարկ եմ տալիս, 200 միլիոն դոլար սակագնին է վերադարձրել կորուստի նվազեցման հաշվին։ Հայաստանում էլեկտրականության կորուստը հասցրել է Չեխիայի մակարդակին։ Ինչ վերաբերվում է տեղային հավելագրումներին, այն մարդիկ ով դա անում են, պետք է ոչ թե պատժվեն, այլ խստորեն պատժվեն, որպեսզի այդպիսի բան չանեն, բայց մեր ունեցած տվյալներով հավելագրումների չեմպիոնը հիմա ուրիշ կառավարիչներ են։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։